Երազների մեկնաբանման ժամանակ ակտիվանում էր անգիտակցականը, իսկ համաձայն Յունգի շիզոֆրենիայի ժամանակ իր պատկերացումներում անգիտակցականը գտնվում է դոմինանտ վիճակում գիտակցության համեմատ։ Երազները մեկնաբանելու համար, սիմվոլիկան մեկնաբանելու համար անհրաժեշտ է, որպեսզի մենք տեսնենք, հասկանանք ինչ իրավիճակում է տեսել, ինչ հոգեվիճակում է եղել, ինչ է նախորդել այդ երազի շրջանին։ Ենթագիտակցականի հետ աշխատանքը դա պահանջում է պրոֆեսիոնալիզմ եւ ուղղակիորեն այն ամենը, ինչ որ կա ենթագիտակցականում, արագ կերպով, այսպես դրանք բերել դեպի գիտակցական եւ ասել մենք կարեւոր եւ լավ գործ ենք անում, դա այդպես չի միշտ։ Գոր բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ մեզ հյուրեք եկել։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Գորջան, այսօր շատ հետաքրքիր թեմաների շրջանակ ունենք, որոնց շուրջ զրուցելու եմ քեզ հետ, բայց ուզում եմ այդ բոլորի համար բացատրեիք, թե ինչ ասել է կլինիկական հոգեբանություն, որովհետեւ մեր զրույցի ընթացքը ավելի հասկանալի լինի բոլորի համար։ Հա, սիրով, հատկապես որ այսօր մենք խոսելու ենք երազների մեկնաբանության մասին, իսկ երազների մեկնաբանությունը հենց խոսելու ենք այն համատեքստում, որը որ գտնվում է կլինիկական հոգեբանության շրջանակներում։ Ընդհանրապես հոգեբանության եւ հոգեբանական օգնության, այսպես ասենք։ Կլինիկական հոգեբանությունը մեզ մոտ Հայաստանում ի տարբերություն արդեն արևմուտքի, որտեղ որ կան ավանդույթներ, ավելի երկար ժամանակ է որ այնտեղ հոգեբանությունը որպես այդպիսին կլինիկական օգնություն երկար ժամանակ արդեն գործում է, մեզ մոտ նոր է։ Խորհրդային ժամանակի, ուրեմն փլուզումից հետո խորհրդային ժամանակների մենք ականատես եղանք դեպի արևմտյան կողմ գնացող հոգեբանության թևի վերաբերյալ, որտեղ որ նաև կար առանձնացված կլինիկական հոգեբանությունը իբրև մասնագիտացում, մագիստրոսական ծրագրի որպես մասնագիտացում, ինչը պետք է ունենար իր կոմպետենցիայի շրջանակները, թե ինչով պետք է զբաղվեին կլինիկական հոգեբանները։ Կլինիկական հոգեբանության մեջ, ինչպես որ հոգեդիագնոստիկան է մտնում, հոգեբանական դիագնոստիկան, եթե ժամանակ լինի մենք այստեղ խոսենք այդ մասին, չխառնենք հոգեկան խանգարումների դիագնոստիկայի հետ, այլ հոգեբանական, ուրեմն դիագնոստիկան է մտնում, այդպես էլ հոգեթերապիան, հոգեկարգավորումը, փսիխոկարեկցիան, այսինքն հոգեկարգավորումը եւ այլն։ Որտեղ թե թերապիայի մեջ, թե դիագնոստիկայի մեջ մեծ դեր ունի երազների դերը, երազների նաև մեկնաբանումը։ Ինչ է երազը, նախքան երազներին անդրադառնալ, ուզում եի հասկանանք, որ պարզ լինի հոգեբանության մեջ դա ինչպես է բնորոշվում, կա ինչ որ բանաձևում երազը, այսինչ բանն է օրինակ։ Հա, իհարկե, եթե փորձենք այդպես այդ ձևով շարժվել, սխալ կլինի, շատ բարձեցված այն կլինի։ Երևի թե փորձենք մի փոքրիկ պատմությունից գանք երազների մեկնաբանման, հետո նորից էլ կվերադառնանք կլինիկական հոգեբանությունը, կարծում եմ այդպես ավելի մեզ համար ամբողջական կլինի հասկանալ կլինիկական հոգեբանության դերը, որտեղ Հայաստանում իսկապես դրա խնդիրը մենք ունենք։ Լավ պատկերացնելու, թե կլինիկական հոգեբանը ով է, կլինիկական հոգեբանությունը ինչով է զբաղվում եւ ինչ վիճակում է գտնվում Հայաստանը այս պահին։ Երբ մենք խոսում ենք երազների մեկնաբանությունից ժամանակակից հոգեբանության մեջ, իհարկե այստեղ դժվար է եւ պետք չէ չգնահատել Զիգմունդ Ֆրեյդի դերը, որովհետեւ ժամանակակից հոգեբանության մեջ հենց Զիգմունդ Ֆրեյդի աշխատանքով էր, որ երազները պետք է գիտական տեսք ստանային, հոգեբանություն գիտության համար, ինչու՞ չէ, նաև հոգեբուժության համար պետք է իրենց տեղը զբաղեցնեին։ Սակայն մինչ Ֆրեյդը մենք այնպես չէ, որ օդից վերցրեց Ֆրեյդը եւ ուրեմն ասաց, այ երազներն ունեն իմաստ։ Չէ, կար աշխատանք ընդհանուր մինչև անտիկ շրջանում, երկրորդ դարում, մեր թվարկության երկրորդ դարում, մոտավորապես 140-180 թվականներին նման մի հեղինակ կար Արտեմիդոր Դալդիանսկի, ով տվեց օներոկրիտիկա աշխատանքը, որը բավականին հետաքրքիր աշխատանք էր եւ այդ աշխատանքը պահպանված աշխատանք է մեծամասամբ։ Երազներին է վերաբերվում ամբողջությամբ։ Երազներին, այո, ամբողջությամբ երազներին է վերաբերում եւ կարելի է ասել, որ դա
պատմության մեջ մինչ Ֆրեյդը, մինչ 1900 թվականը դա ամենաամբողջական տարբերակներ երազների վերաբերյալ եւ բավականին հետաքրքիր էր։ Այդ աշխատանքում մենք տեսնում ենք նույնիսկ մոտեցումներ, որոնք որ ժամանակակից պատկերացումներին համապատասխանում են։ Մասամբ այսպես ասեմ։ Մեր ժամանակների թե իր ժամանակների։ Մեր ժամանակների, այո։ Մեր ժամանակներին, որովհետև արդեն Արտեմիդորը ասում էր, որ երազները ունեն թաքնված մեկնաբանման կարիք։ Երազները իհարկե ի տարբերություն Ֆրոյդի, նա ասում էր, որ երազները ապագայի մասին կարող են նաև մեծ պատկերացումներ տալ։ Այստեղ մի քիչ խճճված է։ Գուշակություններ իրենց մեջ պարունակում։ Որոշակի նաև կարծեք թե գուշակությունների ակնարկ էր արվում, որը Ֆրեյդը խիստ հերքում էր դա։ Ու ի տարբերություն այլ հեղինակների ժամանակակից, որոնք որ կարող են նաև ընդունել դա։ Բայց Արտեմիդորը կարևոր բան էր խոսում, որ երազները հասկանալու համար պետք է հասկանալ սիմվոլիկան։ Այսինքն երազները սիմվոլիզացված են։ Ինչը որ հենց համընկնում է ժամանակակից պատկերացումների հետ։ 1, 2, ասում էր անհրաժեշտ է, որպեսզի երազները մեկնաբանելիս, տեսեք արդեն հա երկրորդ դարում հասկանայինք տվյալ մարդու ստատուսը, իրավիճակը եւ միևնույն սիմվոլիկան հնարավոր չէր եւ պետք չէր սխալ կլիներ կիրառել բոլոր դեպքերում, բոլոր մարդկանց հետ։ Ինչ որ ժամանակակից երազների մեկնաբանության ժամանակ մենք տեսնում ենք դա։ Բավականին ասում եմ հետաքրքիր աշխատանք է Արտեմիդորի աշխատանքը եւ Զիգմունդ Ֆրեյդը երբ տալիս էր իր աշխատանքը մենք այստեղ տեսնում ենք որ ինքը հենց հղում անում էր Արտեմիդորին եւ հենց ինքն էր ասում որ սա մեր ունեցած ամենաամբողջական աշխատանքն է պատմության մեջ որը որ կա այսինքն ինքը օթից չէր վերցրել Ֆրեյդը եւ գործամինը կատարում են անում ըստ պատմությունից հիշեցի որ նույնիսկ թագավորները հնում ավելի շատ են ուշադրություն դարձնում երազներին եւ կարեւորում օրինակ քան մեր օրերում Իրանք նույնիսկ չէ ունեին պալատական, չգիտեմ, երազահաններ, այսպես ասենք, որոնք երազները մեկնում էին ու դրանց նշանակությունն էին տալիս։ Երբ այնպես ստացվեց նույն այդ երազների կարևորությունը արդեն մարդիկ սկսեցին չգիտակցել։ Այո, Լենա ջան, շատ ճիշտ եք ասում, այն ժամանակ այդ դերը շատ մեծ էր երազների ու կոնտեքստն է, համատեքստն է շատ ճիշտ ասացիք, որ թագավորները ունեին իրենց այսպես երազների մեկնաբանողները եւ նրանք օրինակ, հա, այսպես պատկերավոր ասում էին թագավորի երազներից ելնելով կամ մարդկանց նույնիսկ այսպեսի մի բան կար, որ կային մարդիկ, ովքեր որ հատուկ թագավորների համար կարող էին երազներ տեսնել։ Եվ օրինակ հասկանալ, որ այ պատերազմ գնալիս Արդյոք այս ժամանակահատվածում ճիշտ է գնալ, թե չէ, որտեղ օրինակ կարող էր երազը ցույց տալ, որ պատերազմում նա պարտվելու էր կամ հաղթելու էր, եւ ընդհանուր մինչեւ ֆանտազիան այնտեղ էր հասնում, որ օրինակի համար այս տարին բերի կլինի, թե չի լինի գյուղացիների համար եւ այլն։ Այս մոտեցումները իհարկե դուրս եկան ժամանակակից մոտեցումներում, այլևս կամ մի քիչ ուրիշ ձև, հա, մենք դա կմեկնաբանենք։ Այնտեղ երազների որ հիշենք, երազների մեկնություններ։ Այո, իհարկե, մենք դա տեսնում ենք։ Երբ մենք կտրվեցինք դրանից, թերևս այստեղ մենք ունեցանք մի հատ մեծ սև խոռոչ, երևի այդպես կարող ենք ասել, ժամանակագրական դա միջնադարն էր։ Որտեղ որ բավականին մեծ ժամանակ, այսպես 5-րդ դարից մինչև 15-րդ դար, sense մի հատ մեծ, այսպես խոռոչ էր, որտեղ որ կրոնավորները վերցրեցին ու գիտենք այդ բոլորս դրա մասին շատ չենք բանի, վերցրեցին իշխանությունը իրենց ձեռքում եւ ամբողջը մեկնաբանում էին այդ համատեքստում կրոնական այսպես համատեքստում, նույն գիտենք որ այդտեղ արդեն հիվանդությունները դարձան ոչ թե հոգեկան հատկապես հիվանդությունները դարձան ոչ թե հիվանդություններ, այլ դիվահարներ, մարդիկ ում մեջ որ կային սատանաներ եւ այնտեղ պրոցեդուրաներն էլ արդեն տարբեր էին, պետք է մարդկանց մեջից սատանա հանեին, վհուկների հանեին, իրենց պրոցեդուրաներով, չէ, մինչեւ խարույկների վրա այրեին։ Այո, եւ դա միայն հիվանդներին չէր վերաբերում, գիտենք նորարարական նաեւ գաղափարներն էին այդպես։ Չէ, կարող էին վառել ֆիզիկոսների եւ այլն, ինչեւից։ Այստեղ այդ կապը կտրվեց, որովհետեւ իրենք կարծեք են նախքին շատ բաներ ուղակի ջնջեցին։ Այդ թվում նաեւ երազների վերաբերյալ մեկնաբանությունները, որովհետեւ դրանք եւս մեծամասամբ չէին համընկնում աստվածաբանական, այսպես այն ժամանակի աստվածաբանական գաղափարների մեջ։ Այս սկսած արդեն 16-17-րդ դարից Կրկին մենք կամած մոտենում ենք, երբ որ կրկին էլի հոգեբուժությունը դեռ հոգեբանություն չկար, մենք հոգեբանությանը հանդիպում ենք 1879 թվականից Վիլհելմ Վունդի լաբորատորիայի հիմնումով, հետազոտական։ Եվ այստեղից սկսած նոր մենք նկատում ենք, որ վերադարձ էր գնում խելամիտ այն պատկերացումներին, որոնք որ անտիկ շրջանում կային։
Եվ Զիգմունդ Ֆրոյդի դերը փաստորեն հենց այդտեղ Արտեմիդորին, հա, գնալներ, չենք ասում ամբողջությամբ, այսպես պատճենը, չէ, պատճենի հետ մենք այստեղ գործ չունեինք, այլ ավելի գիտականացնելը այդ մտքերը, որովհետև այդ ընթացքում դուք շատ ճիշտ նկատեցիք, այդ ընթացքում մենք նկատում ենք, որ երազները, արդեն ֆիզիոլոգները կային, հա, ֆիզիոլոգիան սկսել էր աշխատել, դիտարկվում էին ֆիզիոլոգիայի տեսանկյունից եւ այսպիսի մի հատ տարածված կարծիք կար, որ երազները դրանք մեր ուղեղի թերի աշխատանքի արգասիքն են։ Ինչու թերի աշխատանքի, որովհետև ուղեղը երբ որ քնում էր, բնականաբար որոշակի ֆունկցիաներ ավելի թուլանում էին քնած ժամանակ, իհարկե որոշակի ֆունկցիաներ նաև ակտիվանում էին եւ համարում էին, քանի որ ուղեղը այն վիճակում չի գտնվում, ինչ արթուն վիճակում, ավելի թերի է գործում, այդ թերին սրան էր վերաբերվում, հա, ավելի թերի է գործում համեմատական տանելով առօրյա, այսպես արթուն վիճակի հետ, հետեւաբար նաև երազները իրենք այդ թերի վիճակի ֆունկցիոնալության արգասիքն են եւ կարելի է դրանք ուղղակիորեն անտեսել։ Իհարկե այսօր մենք ֆիզիոլոգներից կարող ենք լսել այդ բաները, որ երազներին պետք չէ այդքան էլ մեծ ուշադրություն դարձնել։ Դա կա այսօրվա մեր աշխարհում, սակայն հոգեբանության տեսանկյունից հատկապես այն պահից, երբ որ Զիգմունդ Ֆրոյդը տվեց երազների մեկնաբանումը, իսկ դա տվեց ինքը 1900 թվականին իր աշխատանքը, որը ի դեպ այստեղ մի հետաքրքիր բան կար, մոտ 9 տարի այն վաճառվեց ընդամենը 350-ից 400 որպես էկզեմպլյար, հա, չէր վաճառվում։ Եվ միայն այն պահից սկսած, երբ Ֆրեյդը ճանաչվեց որպես Ֆրեյդ հոգեվերլուծության հայր, հիմնադիր, հա, այդ պահից սկսած նոր Ֆրեյդի նկատմամբ հետաքրքրություններ, որ բերեց դեպի երազների նկատմամբ հետաքրքրություն, այսինքն իր հեղինակությունը։ Իհարկե արդեն այսօր մենք միլիոնավոր, այսպես, հա, տիրաժներով դրանք էկզեմպլյարներով վաճառվում են եւ բավական, այսպես, վաճառվող գրքերի շարքում է գտնվում գիտական, եթե մենք բայց Ֆրոյդի եւ Յունգի տեսակետները երազների մեկնության հարցում կարծեմ տարբեր են, հա։ Ձեր Յունգը ասում է երազներն ավելի շատ ենթագիտակցության հետ են կապված, դուք որ տեսակետին եք ավելի հակված։ Լենա ջան, ինչքան լավ է, որ իսկապես հաղորդումը վարում եք դուք բանիմաց որպես մարդ հետաքրքիր հարցերով։ Իհարկե, այնտեղ տարբերություն ունենք մենք։ Յունգի եւ Ֆրեյդի մեկնաբանություններում ոչ միայն երազները, այլև ընդհանրապես այնտեղ խնդիր կար։ Սակայն այստեղ մենք եկեք ոչ թե դնենք sense ուղիղ հակասություն երազների հետ կապված, այլ ավելի շատ երևի թե այստեղ Յունգը հենց իր, հա, մոտեցմամբ, որը որ հենց դա էր կարծեք իր մոտեցման մեջ հուշում, ավելի գնաց այն կողմ, ավելի լայնացրեց։ Գուցե նաև այստեղ մենք հակասություններ որոշակի գտնենք։ Եվ սա նորմալ է, քանի որ Յունգը ինքը հենց կերտվեց, եթե կարելի է այսպես ասել, Ֆրեյդի դարբնոցում։ Չէ, Յունգը ինքը լավագույն աշակերտն էր համարվում Ֆրեյդի։ Պետք չէ այստեղ խուսափել այդ բարձր լավագույն աստծո, որտեվ իր շրջանակը Ֆրեյդի երբ որ ստեղծվում էր այդ խմբակ, փոքրիկ այնքը խմբակի տեսք ուներ սկզբից, այնտեղ հիմնականում հրեաներ էին իր կողքը։ Ադլերը, հա, այդ թվում ուրեմն Ռանկը, բոլորը այսպես հրեաներ էին եւ միայն Յունգներ, որ գերմանական ծագում ուներ շվեյցարացի, այսպես գերմանական ծագում ուներ եւ այդ խանդն էլ կար, որ Ֆրեյդին ասում էին դու կարծես ավելի մեծ տեղ ես տալի Յունգին, քան մեզ։ Յունգը իսկապես տարված էր Ֆրեյդով եւ իր համար Ֆրեյդը նախ եւ առաջ ի տարբերություն, հա, քիչ առաջ ասին, որ Ֆրեյդի երազների մեկնաբանությունը ճանաչեցին Ֆրեյդով, Յունգը ի տարբերություն աշխարհի Ֆրեյդին ճանաչեց երազներով, երազների մեկնաբանման աշխատանքով եւ ինքը ուղղակի տարված էր այդ աշխատանքով երազների մեկնաբանությամբ։ Հետաքրքիր էսի մի բան էր ասում Յունգը, մենք գիտենք, որ Յունգը աշխատում էր Ցյուրիխում հոգեբուժանում, ինքը հոգեբուժերի տարբերություն Ֆրեյդի, ով նևրոպաթոլոգ էր, նյարդաբան էր, եւ իր հիմնական հիվանդները աշխատանքը, հատկապես սկզբնական շրջանում, դրանք շիզոֆրենիայով հիվանդներն էին։ Աշխատում էր ինքը հանրահայտ Բլեյլերի հիվանդանոցում գլխավոր հոգեբուժն էր այդտեղ Բլեյլերը եւ իր ղեկավարը դիսերտացիայի դոկտորական, ով ծանոթ է մեզ շիզոֆրենիա անվանումը առաջարկող իբրև։ Եվ ուրեմն ինչն էր այստեղ գրավել Յունգին։ Պատմությունը մեզ ինչ է հուշում, որ Յունգի
այդ ֆանտազիան, գիտական ֆանտազիան ցույց էր տալիս, որ շիզոֆրենիայի սիմպտոմները, ախտանիշները, ինչպես երազները, եթե sense պարզ ասենք, ունեն իմաստ։ Տեսեք, սա հեղափոխական բան էր։ Ինչպես որ Ֆրեյդն էր ասել, որ երազներն ունեն իմաստ, հեսա գանք այդտեղ կհասնենք, այնպես էլ Յունգը կարծեք թե մի օր հասկացավ Ֆրեյդի երազներից հետո, որ շիզոֆրենիայի սիմպտոմատիկան էլ ունի իմաստ։ Իսկ դա հեղափոխական բան էր, որովհետև շիզոֆրենիայի սիմպտոմատիկան դա կրկին համարվում էր ուղեղի թերի աշխատանքի, թերի ֆունկցիոնալության արգասիկ եւ այդտեղ պետք չէր գտնել իմաստ։ Ինչպես որ երազներում։ Եվ ինչպես երազներն էին դետերմինացված, այսինքն իմաստը հասկանալու համար դետերմինացված ենթագիտակցականով, այնպես էլ Յունգը ասում էր հենց այդպես էլ, կամ նմանական ձևով, ուրեմն ախտանիշները շիզոֆրենիայի պետք է դրանց իմաստը փնտրենք ենթագիտակցականում, կրկին արտամղվածում, ինչպես որ Ֆրեյդն էր տալիս, արտամղված տրավմայում։ Եվ այդ դետերմինացիան կառուցեինք, թե ինչ էր ասում շիզոֆրենիայի սիմպտոմատիկան։ Այստեղ Յունգի կողմից այնպես չէր, որ Յունգը ասում էր, ես հակասում եմ եւ Ֆրեյդի տված երազների մեկնաբանման են հիմնական պատկերացումը, որ երազները դրանք արտամղված, ճնշված ցանկությունների իրականացումն են, այո, սիմվոլիզացված մեզ ներկայացում, չէ, այդպես չէր, որ հերքում էր։ Այլ ասում էր, բացի դա կա նաեւ այլ մոտեցում։ Եվ ինքը տալիս էր այստեղ նաև սուբյեկտիվ մակարդակը, եթե ֆրեյդյան մոտեցումը իր բնորոշմամբ դա օբյեկտիվ մակարդակում էր կատարվում, արտամղված, այսինքն տեղի ունեցածի հետ կապված։ Մենք ունեցել ենք որոշակի իրավիճակում արտամղում, տրավմա, արտամղում, եւ դա հետո գալիս է երազների սիմվոլիզացված ձևով դեպի մեզ, որն անհրաժեշտ է մեկնաբանել։ Ապա Յունգը ասում էր, կա ինքը մցրեց չէ մի կարևոր մի բան կոլեկտիվ անգիտակցական, եւ ասում էր երազները մեզ նաեւ կարող են հուշել կրկին էլի սիմվոլիզացված այդ կոլեկտիվ անգիտակցականի մասին, արխետիպերի ուրեմն տեսքով։ Այստեղ էր որ կարծեք թե մեզ այդ հակասություններ առաջ գալի, որտեղ Ֆրեյդը դա չէր ընդունում։ Նաև այդ կոլեկտիվ անգիտակցականի գաղափարը չէր ընդունում Զիգմունդ Ֆրեյդը։ Այստեղ ես կուզեմ մի փոքրիկ մենք երազների մեկնաբանման, որպես ինքը sense ստանա համակարգ, ստրուկտուրա, թե լավ, Ֆրեյդի ինչին էր պետք երազների մեկնաբանությունը։ Արտեմիդորը հասկանալի էր։ Կային երազներ, ինքը որպես այդպեսին իր հիմնական նպատակը դա բուժումը չէր։ Երբ որ Արտեմիդորը տալիս է մեկնություն էր երևի թե բարձր մեկնություն թագավորների համար հետո ինչ որ մի բան որը որ կարծեք բան էր շատ միստիկ էր եւ պետք էր հասկանալ դա ապա Ֆրեյդը ինքը բժիշկ էր ինքը նյարդաբան էր եւ երազների հետ աշխատանքը պետք է նայենք այդ համատեքստում Ֆրեյդյան նաեւ Յունգյան իհարկե Հիստերիա բնորոշումը այսօր նյարդաբանության կամ հոգեբանության մեջ կա, թե փոխվել է դրա բնորոշումը ավելի ժամանակակից, որտեվ չեմ լսել։ Լենա ջան, կրկին անգամ էլի շնորհակալություն, որ հենց դուք եք վարում հաղորդումը, որովհետև կրկին էլի շատ դիպուկ մասնագիտական, այսպես հարց տվեցիք։ Այո, չկա, շատ ճիշտ եք նկատել։ Այսօր հիստերիա որպես այդպիսին ախտորոշում դիագնոզ գոյություն չունի։ Երբ մենք խոսում ենք, գիտեմ, մի քիչ շատ ենք գնում այս կողմ, այն կողմ, բայց ամեն դեպքում այդ հարցին փորձենք sense համապարփակ պատասխան տանք։ Երբ մենք խոսում ենք ախտորոշումների մասին, ու խանգարումներ, այսպես ասենք, ընդունված է խանգարումներ ասել, հոգեկան, ուրեմն խանգարումներ, այլ ոչ թե հիվանդություններ, ապա այո, մենք առաջնորդվում ենք հիվանդությունների այսօր Հայաստանում, հիվանդությունների միջազգային դասակարգման ՀՄԴ 10-րդ տարբերակով որտեղ որ հոգեկան խանգարումները գտնվում են F կոդի ներքո։ Հիստերիա որպես այդպեսին խանգարում չկա, այլևս չկա, հա։ Այն կար դրա նախկին տարբերակներում հիստերիա խանգարումը, հիվանդությունը։ Այսօր այն դասում է սիմպտոմատիկան չի գնացել, այդ սիմպտոմատիկան կա, որով որ մենք հենց փորձում ենք հոգեբուժները, այսպես ասենք, փորձում են կլինիկական դրսևորումներով տալ հիվանդության այսօր հա խանգարման դիագնոստիկան։ Սիմպտոմները կան Սակայն որպես այդպիսին հիստերիան դիագնոզ չկա եւ այն այլևս գտնվում է տարբեր այսպես կոդերի մեջ F-ի հա տակ օրինակ մասնավորապես F44-ի մեջ դիսոցացված կոնվերսիոն խանգարումներ, որը որ բնորոշ է սիմպտոմատիկաներ հիստերիայի։ Այստեղ մենք նաև կարող ենք տեսնել որպես առանձին կոդ տակ սոմատոֆորմ խանգարումների մեջ, հա եւ այլն։ Այս ուրեմն տարբերակներում է բաժանվում։
Բայց երբ Ֆրեյդը իր աշխատանքներ անում, այդ ժամանակ կար հիստերիան, կար ու բավական ինքնից մեծ սպեկտր էր գրավում, մասնավորապես զգայական խանգարումներով, շարժողական խանգարումներով, վեգետատիվ խանգարումներով եւ հոգեկան խանգարումներով։ Այսպիսի մեծ սպեկտրի հետ գործ ուներ, եւ ուրեմն այն ժամանակվա դեղամիջոցները, որոնք որ կային, դրանք արդյունավետ չէին։ Այն մեթոդները, մասնավորապես մերսումները, լոգանքները, դրանք կրկին արդյունավետ չէին, եւ ուրեմն Ֆրեյդը ստիպված էր այլ մեթոդներ գտնել հիստերիայի բուժման համար, եւ այստեղ իրեն օգնել էր Ժան Մարտեն Շարկոյի դպրոցը, Սալպետրիեր Փարիզյանը, այսպես դպրոցը, ինչպես նաեւ Նանսիում գտնվող Հիպոլիտ Բերնգեյմի դպրոցը, որոնք որ հիպնոթերապիայով էին զբաղվում եւ հիստերիկ հիվանդների հետ են Շարկոն աշխատում, եւ նկատել էր, որ հիպնոսի ժամանակ հնարավոր է լինում ոչ միայն առաջացնել հիստերիկ սիմպտոմատիկաները Շարկոյի կողմից, այլև դրանք դադարեցնել, վերացնել։ Ու հետ գալով Ֆրեյդը, այստեղ փոքրիկ այդ պատմությունը ասեմ, վերադառնալով իր բնորանը, այսպես Ավստրիա, այնտեղ մի հետաքրքիր այսպիսի մարդ կար Իոզեֆ Բրեյեր։ Այնքան էլ հայտնի չի, պատմությունը մեզ չի տալիս, թե Իոզեֆ Բրեյերը իրականում իր բարեկամն էր, չգիտեմ, ուղղակի հրեա էր, ում հետ ինքը ուներ մտերմություն։ Ամեն դեպքում Իոզեֆ Բրեյերը կրկին ինքը չլինելով հոգեբան, աշխատում էր հիստերիայով հիվանդների հետ հիպնոսի միջոցով։ Աննաուի հայտնի պատմությունն է դա, որտեղ որ նկատել էին, որ բացի գիտակից վիճակում արտադրվող հիշողությունները, նաև մարդը հիպնոսի մեջ վերարտադրում էր բաներ իր հիշողությունից, մանկական տարիներից այդ թվում, որոնք որ կապ ունեին տրավմայի հետ եւ նա չէր կարողանում դա վերարտադրել գիտակից վիճակում։ Այստեղ խնդիրը ինչումն էր, կրկին ես էլի փորձեմ չհեռանամ գանգելի երազներին, խնդիրը ինչումն էր։ Ֆրոյդը ինչ որ մի պահի հրաժարվեց այն ժամանակվա հիպնոթերապևտիկ մեթոդներից, դասական դա հիպնոթերապիան էր, չխառնենք մենք ժամանակակից հիպնոսի հիպնոթերապիայի հետ, որտեղ որ Էրիքսոնյան արդեն մոտեցումը կա։ Բայց կիրառվում է հոգեբանության մեջ, հոգեթերապիայի մեջ։ Իհարկե, բավականին ինտենսիվ։ Թե դասական հիպնոթերապիան, թե ուրեմն Էրիքսոնյան հիպնոթերապիան, հետաքրքիր այնտեղ մեթոդ կա, կուզեմ այդ անուն ասեմ, որ մեր հեռուստադիտողներ գուցե ովքեր հետաքրքրված են, հետո կպրպտեն, կգտնեն Էլմանի, Դեյվ Էլմանի մեթոդը։ Ցավազրկման բավական հետաքրքիր մեթոդներ կան այնտեղ, այո, կիրառվում է, բայց իր ժամանակին Ֆրեյդը հրաժարվեց, իր հիմնական պատճառաբանությունը այն էր, որ հիպնոթերապիայի միջոցով բուժման, արդյունքում սիմպտոմատիկան ախտանիշները եւ համախտանիշները կրկնվում են։ Իհարկե իր մոտեցումներում մենք նաեւ տեսնում ենք էտյուդներում, որ նա ասում էր, ինձ մոտ այնքան լավ չի ստացվում հիպնոսը։ Շատ լավ է, որ ինքը հրաժարվեց եւ լավ է, որ հրաժարվեց այն բանի համար, որ դա արդյունավետ մեթոդ չէր հիպնոսը, չէ, հիպնոսը աշխատում են, արդյունավետ բավական մեթոդ է, եթե լավ մասնագետ է աշխատում, այլ լավ է հրաժարվեց այն բանի համար, որ հրաժարման արդյունքում էր, որ ինքը տվեց հոգեվերլուծությունը, որտեղ եթե չհրաժարվեր ինքը գտնվելու էր այդտեղ։ Ինչպես որ լավ է հրաժարվեց Յունգը հոգեվերլուծությունից, որովհետև տվեց անալիտիկ հոգեթերապիան։ Շատ լավ է, որ Ադլերը հրաժարվեց, որովհետև տվեց ինդիվիդուալ հոգեթերապիան։ Շատ լավ է, որ Լականին հեռացրեցին հոգեվերլուծությունից, որտեղ ինքը տվեց կառուցվածքային հոգեվերլուծությունը եւ այլն։ Դա լավ է այս համատեքստում։ Ինչումն էր բանը։ Տեսեք, երբ Ֆրեյդը հրաժարվեց հիպնոթերապիայից, միևնույնն է, կոնցեպցիան մնում էր նույնը։ Կարողանալ հասկանալ թաքնված արտամղվածը, սակայն այլևս չունենալով գործիք հիպնոզի տեսքով։ Եվ այստեղ էր, որ Ֆրեյդը պետք է մշակեր նոր տեխնիկաներ, ազատ ասոցիացիաների, ազատ զուգորդությունների դա տեխնիկաներ, որը պետք է թույլ տար ուրեմն գիտակից վիճակում, ոչ հիպնոտիկ վիճակում մարդուն վերարտադրել, հիշել արտամղվածը։ Այստեղ շատ հետաքրքիր է, որ հենց երազների մեկնաբանումը, որը որ ասոցիատիվ հենց մեթոդով պետք է կատարվեր, Ֆրեյդին թույլ էր տալիս գնալ դեպի արտամղվածը։ Եվ հետաքրքիր է մի բան էր ասում Ֆրեյդը, ասում էր երազները դրանք թագավորական ճանապարհն են դեպի ենթագիտակցական։ Այսքան մեծ տեղ էր տալիս Ֆրեյդը դրան։
Տեսեք, որպեսզի շատ այսպես բան չթվա, որտեղ մեր հեռուստադիտողների մեջ գուցե լինեն մարդիկ, ովքեր որ այնքան էլ լավ պատկերացում չունեն հոգեթերապիայի, հատկապես վերլուծական թերապիայի վերաբերյալ, խնդիրը ինչումն էր, չէ՞ որտեղ հարց կարող է ծնվել, իսկ ինչ է, եթե մենք հիշում ենք մեր մանկության տրավման, ինչը դա մեզ օգնելու է։ Համաձայն հոգեդինամիկ հոգեթերապիայի, հոգեվերլուծության այդ թվում, այո, օգնելու է։ Հետաքրիր այստեղ մի մեջբերում կա Էրիխ Ֆրոմը, ով համարվում է նեոֆրեյդիստ, որպես նոր ֆրեյդիստ եւ բավական լավ ուրեմն պատկերացում ուներ ֆրեյդյան հոգեթերապիայի մասին, իր աշխատանքներից մեկում, որտեղ որ հոգեվերլուծությանն էր դա վերաբերվում, երևի թե այսպես ռուսերենով այն հնչում է այսպես, ուրեմն Величие ограничений теории Ֆրեյդը, այսինքն երևի թե Ֆրեյդի տեսության, հա, այդ մեծ լինելը եւ ուրեմն սահմանափակումները Ֆրոմին հարցնում են, ասում են, այ եթե դուք փորձեք մոտավոր, հա, այսպես մեջբերում անեմ, ասում են, եթե դուք փորձեք Ֆրեյդի տեսությունը շատ կարճ, այսպես ասած, մեկ նախադասությամբ մեկնաբանեք, ապա ինչ կասեք, քանի որ դուք համարում եք լավագույն գիտակներից մեկը Ֆրեյդի մոտեցման։ Ասում են, այդ դեպքում ես մեջբերում կանեմ Աստվածաշունչը։ Հովանես 8:32 ճշմարտությունը ազատարար, ճանաչեք ճշմարտությունը եւ ճշմարտությունը ձեզ կազատի։ Այստեղ մենք տեսնում ենք հենց ճշմարտությունը, հա, կարծեք թե այն է, ինչ որ արտամղվել էր եւ մենք չէինք ճանաչում։ Եվ միայն արդեն ճանաչելը, այն ինչը որ թաքնված է, իբրև որպես ճշմարտություն մեր կյանքի մի մաս, արդեն թույլ է տալիս, որպեսզի մենք ազատվենք դրանից։ Այնտեղ իհարկե Ֆրոյդը ենթագիտակցությանն է նկատի։ Այո, խոսքը վերաբերում է ենթագիտակցությունում արտամղվածին, որը որ կարծեք պահոց որպես ենթագիտակցական է այս դեպքում, հա, արտամղվածը պահում էր այնտեղ։ Եվ այնտեղից այստեղ իհարկե Ֆրեյդն ուներ իր մեկնաբանությունը, սա ֆրոմյան, հա, այսպես գունավոր գեղարվեստական մեկնաբանությունն էր։ Ֆրեյդը ասում էր դա որպես ուրեմն էներգիայի, հա, ճնշված էներգիա էր ենթագիտակցականում տեղավորված, որը հետո ի հայտ է գալիս մեզ սիմպտոմների ախտանիշների տեսքով, որովհետև ճնշված էներգիան, հա, ինքը ինչպես որ ճնշվել է, այն զսպանակի օրինակով պատկերացնենք, եթե մենք իրեն ճնշում ենք, ինքը անընդհատ փորձում է վեր գալ։ Եվ հարմար առիթ ման գալով, իսկ հարմար առիթ էր մեր ուղեղի վերահսկողության թուլացման վիճակները, այդ թվում քնած վիճակը։ Եվ երազների տեսքով գալիս էր, քանի որ մեր ուղեղի վերահսկողությունը արտամղվածը, որը ժամանակին մեր համար, մեր հոգեկանի համար վտանգավոր էր թվացել, եւ մենք մեր հոգեկանը, գիտակցական դա process չի, ուղղակի արտամղել էր, ճնշել էր տրավման, հա, այսպես վնասվածքը հոգեկան, հոգեբանական։ Սակայն ճնշելուց հետո, երբ ինքը արտամղել, ճնշել էր, գիտակցությունից հանե, մոռացության էր տվել դեպի ենթագիտակցական, նախանհրաժեշտ էր, որպեսզի ինքը պահեր այդտեղ։ Իսկ պահելու համար նրան անհրաժեշտ էր ավելի մեծ էներգիա, քան ճնշվածն է։ Այստեղ այդ զսպանակի օրինակ, այսինքն մեծ զսպանակը ճնշելու համար ավելի մեծ էներգիա պետք, քան զսպանակի չէ ուժն է, որը որ պետք է։ Իսկ հոգեկանի մենք ինչպես հասկանում ենք, էներգիան կարծեք անսահմանափակ չի եւ որոշակի իրավիճակներում մենք ունենալով արդեն էներգիայի, հա, այսպես պակաս, սկսում է այն համարում է հարմարավետ իրավիճակ եւ սկսում է այն հետ վերադառնալ։ Երազները փաստորեն համարվում են քնած վիճակը, երազների տեսքով համարվում էին լավագույն վիճակը, որ կարող էին ուրեմն տրավմայի մասին իմաց տալ երազների միջոցով եւ ոչ միայն երազները, Ֆրեյդը ունի նաեւ առօրյա կյանքի հոգեպաթոլոգիան, որտեղ ինքը նաեւ տալիս է այլ իրավիճակներ, որտեղ որ մարդը կարող է լինել հոգնած, ուշադրությունը շեղված, հա, եւ էլի այդ մենք կարող ենք տեսնել, որ դրանք ենթագիտակցության մասին միայն երազներն են պատկերացում, թե հոգեբանը կարող է աշխատանքի ընթացքում այդ ենթագիտակցությունից որոշ բաներ բերել նաեւ։ Եվ վտանգավոր չի արդյոք, որ այն ինչ որ հարկավոր է, միայն դա չի կարող բերել, այլ նաև շատ ավելի վտանգավոր բաներ հանել ենթագիտակցությունից։ Տեսեք, այստեղ իհարկե կրկին էլի կարևոր մի հատ կետի դուք այսպես, հա, ցույց տվեցիք, որ իհարկե ենթագիտակցականի հետ աշխատանքը դա պահանջում է պրոֆեսիոնալիզմ եւ ուղղակիորեն այն ամենը ինչ որ կա ենթագիտակցականում արագ կերպով, հա, այսպես դրանք բերել դեպի գիտակցական եւ ասել մենք կարևոր եւ լավ գործ ենք անում, դա այդպես չի միշտ։
Ենթագիտակցականից Ֆրեյդ նույնիսկ ուներ այդ տերմինը, որ արագ մեկնաբանությունից մեկնաբանությունը անգիտակցականում, ենթագիտակցականում, այսպես ասենք, արտմաղվածի միշտ չէ, որ կարող է օգուտ տալ, նույնիսկ կարող է վնասել։ Ֆրեյդը դրան տալիս էր այսպիսի մի տերմին հենց երազների մեկնաբանության աշխատանքում վայրի փսիխոանալիզ, վայրի հոգեվերլուծություն, որը կարող է վնասել մարդուն։ Հա, որովհետև կա այնտեղ դիմադրություն, եւ դիմադրության հետ այն կարող է մտնել հակասության մեջ եւ այդտեղ առաջանա մեծ տագնապ։ Եվ եթե մենք գործ ունենք ենթագիտակցականում արտամղվածի հետ, այստեղ անհրաժեշտ է ասել, եթե մենք սկսում ենք այդ մեկնաբանությունները, ապա հնարավորինս այն պետք է լինի ամբողջական։ Չի կարելի այն այսպես մեկնաբանել տեղային եւ ասել վերջ, մենք այսքանով ուզում ենք վերջացնել։ Նույնիսկ տեսեք, երբ մենք ինքսա որպես դասախոս աշխատանք ենք տանում արդեն 4-րդ կուրսում մագիստրատուրայում երազների մեկնաբանման վերաբերյալ, որպես գիտական process, այնտեղ այդ process շատ զգուշությամբ է արվում, որ հանկարծակի նախ մի կողմից, ուսանողներին կարողանանք մենք ցույց տանք, թե երազների մեկնաբանման տեխնիկան հենց իրենց, այսպես երազների հետ աշխատանքում ինչպես է լինում, բայց մյուս կողմից, քանի որ դա լինելու է շատ տեղային կարճաժամկետ աշխատանք, մենք հանկարծակի չվնասենք ուսանողին, ունկնդրին, ում երազները դառնում են մեկնաբանման առարկա, որովհետև ամբողջությամբ այդտեղ կպնել ինչ-որ կետերի չի թույլատրվում, չի կարելի, որովհետև դա հնարավոր է թերապիայի աշխատանքում, որը որ պետք է լինի ամբողջական աշխատանք։ Եվ վերջում հնարավոր է նաև երազների ոչ ճիշտ մեկնություն։ Իհարկե հնարավոր է ոչ ճիշտ մեկնություն, բայց այստեղ ես դա ուղղակի հանում եմ, որովհետև ի սկզբանե ուղղակի դնում ենք, որ դրանով պետք է զբաղվի պրոֆեսիոնալը, այսպես ով ունի ակադեմիական կրթություն, ով ունի պրակտիկա այդտեղ եւ այլն։ Գորջանից վերադառնալով պրակտիկ հոգեբանությանը, օրինակ, երբ որ դուք դες մոտ գալիս են, ասենք, չգիտեմ, ինչ-որ խնդիրներ ունեցող մարդիկ, ինչպես եք իրենց համոզում ուշադրություն դարձնել երազներին կամ օրինակ կան եւ կան ինչ-որ սիմվոլներ, որոնք շատերին են բնորոշ, ասենք, կամ ինչ-որ երևույթներ, որոնք մարդը տեսնում է եւ դուք գիտեք, որ արդեն դա կապված է այս կամ այն խնդրի հետ։ Օրինակ, ես այսպես վերլուծելով իմ անցյալը, հիշում եմ, որ ես տեսնում եմ երազներում, ես երազում շատ ջուր եմ տեսնում։ Եվ հետաքրքիր է, ուզում եի հարցնել, օգտվելով ընձեռված հնարավորությունից, ինչի հետ է դա կապված։ Տեսեք, Լենա ջան, այստեղ ինչումն է խնդիրը։ Երբ մենք այստեղ երևի հենց այդ Արտեմիդորի նաև տվրած բաններ, որը որ Ֆրեյդը հետո օգտվեց, երբ մենք խոսում ենք սիմվոլիկայից, անհրաժեշտ է, որպեսզի մենք նախ խոսենք այցելուի հետ, այն մարդու հետ, ով ցանկանում է, որպեսզի խնդիրները հաղթարվեն նաև երազների մեկնության միջոցով։ Եվ գուցե ինքներն են կատարվում ինչ-որ բաներ կրկնվում են անդադ երազներում։ Իհարկե, կան, իհարկե գիտենք, որ կան կրկնվող երազներ, դրանք ունեն իրենց այսպես տրամաբանությունը, իրենց մեկնության սկզբունքները։ Իդեպ, տեսեք, այստեղ կարևոր դուք էլի բան արեցիք, շեշտադրում արեցիք։ Ֆրեյդի կողմից երազների իր մեկնաբանության այդ ճնշված ցանկությունների իրականացումը լայնացնելը, որտեվ Ֆրեյդը այդպես էլ չաս, որ չէ, դա սխալ է, այլ լայնացրեց, ուրեմն по ту сторону принципа удовольствия, այսինքն հաճույքի սկզբունքից այն կողմ, եթե ճիշտ եմ թարգմանում, աշխատանքում եւ այն ուրեմն խնդիրներ այդտեղ առաջ եկել, որ առաջին համաշխարհային պատերազմից հետո շատ հիվանդներ գալիս էին եւ իրենց երազներում նկարագրում կրկնվող երազներ տրավմատիկ իրավիճակների, բնական է պատերազմական իրավիճակների հետ կապված, եւ Ֆրեյդը այդտեղ չէր կարողանում իր կոնցեպցիան աշխատացնել, այդ ցանկությունների, ճնշված ցանկությունների իրականացումը։ Կրկնվող երազները ունեն իրենց դերը, միայն թե այստեղ խնդիրը որն է։ Երազները մեկնաբանելու համար, սիմվոլիկան մեկնաբանելու համար անհրաժեշտ է, որպեսզի մենք տեսնենք, հասկանանք ինչ իրավիճակում է տեսել, ինչ հոգեվիճակում է եղել, ինչ է նախորդել այդ երազի շրջանին եւ այլն, որովհետեւ մենք կարողանանք ճիշտ սիմվոլիկան տանք, որովհետեւ ջուրը մի պարագայում, մեկի մոտ կարող է ինչ-որ բան նշանակել, մեկ այլ մարդու մոտ դա կարող է լրիվ այլ ուրեմն մեկնաբանությամբ գնալ։ Իհարկե Ֆրեյդը ուներ ասենց ընդհանրացված սիմվոլիկաներ, որը երազների մեկնաբանության մեջ խոսում էր, օրինակ մասնավորապես, որը հետագայում Յունգի մոտ ավելի էսպես հիմնավոր կարծեք դարձան, օրինակ ջուրը, երբ որ մարդը մտնում էր ջրի մեջ, խորության էսպես չափից ելնելով եւ այլն, դրանք կարող էին օրինակ հուշել անգիտակցականի վերաբերյալ, որ թե օրինակ դրանից վեր հանեինք անգիտակցականում, ինչ կարող էր կատարվել,
եւ այլն, կամ ինչ որ տարածքներ, որտեղ մարդը մտնում է, տեսնում է, չգիտեմ, վերանորոգում է կամ քանդված վիճակ է, սրանք որպես էլի սիմվոլիկաներ, ասում եմ, շատ sense, հա, պարզունակ ձևով են փորձում ասել, կարող էին էլի հուշել հանգիտակցականի մասին։ Եվ այլն այստեղ, ասենք սուր բաները, օծը կամ չգիտեմ, անձրևանոցը դրանք եւս ինչ որ սիմվոլիկաներ, բայց եթե մենք խոսում ենք պրոֆեսիոնալ մեկնաբանման մասին, անհրաժեշտ է որպեսզի մենք հասկանանք իրավիճակը, հոգեվիճակը, այսպես ասենք, նախորդող պատմությունները նոր կարողանանք վերլուծություն տանենք եւ իհարկե նաեւ երազի համատեքստը։ Տեսեք, ֆրոյդյան ուրեմն երազների մեկնաբանության մեջ տեխնիկան ենթադրում էր, որտեղ մենք արդեն հասկացանք, որ երազները իրենք ուղիղ ձևով չեն վերարտադրում այն, ինչը թաքնված է ենթագիտակցականում։ Այդտեղ տեղի ունեցել խտացում երազների պատկերներում, հեսա կփորձեմ մի փոքրիկ այդտեղ խոսել, հեռացում բուն նյութից եւ սիմվոլիզացիա։ Եթե փորձենք այս երեք բաներ եւ դրա ուրեմն մեկնաբանման տեխնիկան հենց ազատ ասոցիացիաներն են, մոտավորապես էլի եթե պարզունակ ասենք, հա, խորհուրդ էր տրվում, որպեսզի մարդը թուլանար, հանգիստ վիճակ ընդուներ եւ այն ամենը, ինչը կգար գլխում թերապևտի հարցից հետո, առանց կրիտիկայի, առանց քննադատության, նա ուղղակի վերարտադրեր, ասեր այդ մասին։ Օրինակի համար, ինչ է ձեզ մոտ ջուրը ասոցացնում։ Այն ամեն ինչը գար գլխում, հա, մարդը դա ուղակի վերարտադրել եւ ասել, եւ այդ ձով դա ազատ ասոցիացիաների մեթոդներ եւ այդ ձով փորձել գտնել կապերի միջով, թե մենք ինչի հետ գործ ունենք։ Ինչ էր խտանում։ Չէ, սա հարցը ինչ էր խտանում ենթագիտակցականում տեղի ունեցած կամ խտանալ ինչ էր։ Կրկին էլի մի հատ բարձ օրինակ, մարդը կարող էր ասել, ես սա զուտ ֆրեյդյան, հա, մոտեցումն եմ ասում, մարդը կարող էր ասել, այ ես երազում տեսել եմ մի մարդու, ով ինձ անծանոթ էր։ Ֆրեյդյան մեկնաբանության մեջ այն չէր կարելի ընդունել որպես կամ պետք չէր ընդունել որպես մարդ, ով իսկապես անծանոթ էր։ Այլ այստեղ Ֆրեյդը կասեր, որ տեղի ունեցել խտացում։ Օրինակ, հա, այդ տվյալ մարդուն կխնդրեր Ֆրոյդը, որպեսզի կամ մեր, հա, հոգեվերլուծական ուրեմն թերապիան, որպեսզի մեկնաբանվի, օրինակ, հա, նկարագրի այն ամենը, ինչը ինքը հիշել էր երազում։ Գուցե նա, հա, կհիշեր, որ գործ ուներ աշկերի ինչ-որ գույնի հետ, չգիտեմ, դրանք կլինեն կապույտ աշկեր, կանաչ աշկեր, մազերի գույնը, գուցե նաև հագուստը եւ այլ եւ այլ եւ այլն։ Եվ այստեղ արդեն կսկսեր մանրակրկիտ աշխատանքը։ Այ, օրինակ, այդ աշկերի գույնը ձեզ ինչ են հիշեցնում ազատ ասոցիացիաների մեթոդով։ Գուցե դա կտաներ, կհիշեցներ ինչ-որ մեկի աշկերին, որն արդեն ծանոթ էր։ Ինչ-որ մեկի աշկերը։ Ինչ են ձեզ հիշեցնում մազերը, գուցե դրանք կհիշեցնեին ինչ-որ մեկի մազեր եւ այլն։ Եվ դրանք կարող էին լինել տարբեր մարդիկ։ Եվ այստեղ մենք հենց կտեսնենք այդ տարբեր մարդկանց խտացումը մեկ մարդու մեջ, որն արդեն մեզ համար դարձել էր անճանաչելի, այսպես ասենք։ Սակայն այստեղ որպեսզի մենք նաեւ այդ գիտական հա մոտեցումից տեսնենք այդ պատկերացումը գիտական մոտեցման, այդ բոլոր մարդիկ, այդ բոլոր իրավիճակները, որոնք որ դուրս են գալի ազատ ասոցիացիաների մեթոդով, չգիտեմ, օրինակի համար աշկերը Պողոսիններ, մազերը Պետրոսիններ, ականջները, չգիտեմ, հա մեկ ուրիշիններ։ Այդ բոլոր մարդիկ պետք է կապ ունենային այս կամ այն կերպ ենթագիտակցականում թաքնվածի հետ, հա, որը որ պետք է բացահայտվեր։ Այսինքն այնպես չէր, որ դրանցից մեկը կամ չգիտեմ, էլի կարող էին չունենալ կապ։ Երբ մենք վերջնական մոտենում էին ենթագիտակցականում թաքնվածին, այն բոլոր այսպես հա պերսոնաժները, որոնք որ դուրս էին եկել ազատ ասոցիացիաների տեխնիկայի միջոցով, պետք է կապ ունենային այդ ենթագիտակ։ Այսինքն տանեին մեզ այո, օգնեին, տանեին դեպի այդտեղ։ Այ եւ սա էր նաեւ մեզ համար լինելու որպես օրիենտիր, թե արդյոք մենք ճիշտ ուղղության վրա ենք գտնվում, թե չէ, այսինքն այդ կապը ինչքանով կա ենթագիտակցականի թաքնվածի հետ։ Հա, իսկ երբ որ ասում ենք հեռացում բուն նյութից։ Նույն իհարկե սիմվոլիզացիա, որտեղ տեսնում ենք, որ սիմվոլիկան եւս երազներում շատ կարևոր դեր ունեն եւ սիմվոլիզացիայի միջոցով պետք է եւս կարողանայինք հասկանալ մեկնաբանումը։ Տեսեք, այստեղ ես ինչն եմ ուզում բերել, նայեք, որ սկզբից բերեցինք Ֆրոյդը ինքը ինչպես հասկացանք, բժիշկ էր, նյարդաբան, որը հետո պետք է դառնար հոգեվերլուծող։ Իդեպ ասեմ, նաև այսպիսի մի հետաքրքիր բան էր ասում Ֆրեյդը, ասում էր հոգեվերլուծողին իր ժամանակում, ասում էր հոգեվերլուծողին պետք է չի բժշկական կրթություն։ Այլ ընդհանրապես պետք է ինքը լավ հասկանա հոգեվերլուծական այդ տեխնիկաները եւ անցնի իր հոգեվերլուծությունը, որի ժամանակ նաեւ ինքը սովորի եւ նաեւ այլ այստեղ կարեւոր բան կա հոգեվերլուծության արդյունքում ինքը իր սեփական թերապիան կանցնի եւ խնդիրներից այսպես հնարավորինս զերծ կլինի եւ թերապևտիկ աշխատանքում դա չի խանգարի թե իրեն թե այցելուին։ Ֆրեյդը երազների մեկնաբանությունը դիտարկում էր որպես ուրեմն արտամղվածի
վերարտադրում, այսպես ասենք, դեպի գիտակցական, որը պետք է օգներ մարդուն հաղթահարել խնդիրը։ Կամ հաղթահարման ճանապարհներից մեկն էր խնդրի։ Տեսեք, եթե նայում եք երազների մեկնաբանությունը, դրանք դիտարկվում էին Ֆրեյդի կողմից որպես թերապևտիկ աշխատանքի մի մաս, մի կարևորագույն մաս։ Հետագայում այստեղ ցանկանայի բերեք, քանի որ դուք նաև Յունգի անունը տվեցիք, քիչ առաջ Յունգը ունի մի հետաքրքիր աշխատանք շիզոֆրենիա, փոքրիկ ինքը աշխատանք է, շիզոֆրենիա աշխատանքը, որտեղ որ երազի միջոցով Յունգը կատարել դիագնոստիկ աշխատանք է, բավական հետաքրքիր աշխատանք։ Այսպիսին էր, այդտեղ խորհուրդ կտամ, ովքեր որ հետաքրքրված են կարդալ այդ աշխատանքը, նմանատիպ իրավիճակ էր նկարագրվում, որ իր լեկցիաներից մեկում է Տավյանսկի, հա, այսպես լեկցիաներից մեկում մի երիտասարդի մասին էր, ով իր երազն էր պատմել Յունգին, մասնակից էր լեկցիաների, դա պրակտիկ, այսպես աշխատանք էր, տրեյնինգային, պատմել էր իր երազը եւ Յունգը միայն իր երազի արդեն մեկնաբանությունից հասկացել էր, որ գործ ունի հասունացող շիզոֆրենիկ նոպայի հետ։ Միայն երազի մեկնաբանությունից, այնտեղ այսպիսի հետաքրքիր բաներ էր, գնացի սիմվոլիկաներ, որ այդ տվյալ մարդու ոտքերի տակից հողը փլվում էր, կողքը ամեն ինչ քանդվում էր, կրակ էր եւ այլն։ Եվ խորհուրդ էր տվել, որ այլևս չգա իր լեկցիաներին, քանի որ երազների այդտեղ մեկնաբանման լեկցիաներն էին, քանի որ երազների մեկնաբանման ժամանակ ակտիվանում էր անգիտակցականը, իսկ համաձայն Յունգի շիզոֆրենիայի ժամանակ իր պատկերացումներում անգիտակցականը գտնվում է դոմինանտ վիճակում գիտակցության համեմատ։ Իսկ այդտեղ ուրեմն այսպես կպնելով դրան ավելի էին զարգացնելու եւ խորհուրդ էր տվել, որպեսզի այդ տվյալ երիտասարդը ասում էր շատ խելացի մարդ էր եւ дրանով իր բախտը այսպես ասենք վերել էր, խորհուրդ էր տվել, որպեսզի կարդար Արտուր Շոպենհաուերի կրկին էլ ռուսերենով ասում կներեք դրա համար «Мир как воля и представление» աշխատանքը, ռուսերենով եմ կարծես այդ աշխատանքը դրա համար այդպես տպավորվել, որը ասում էր լավագույն աշխատանքն է, որը որ թույլ է տալիս ինտեգրել կրկին հագիտակցությունը եւ իր դոմինանտությունը վերահսկել ուրեմն անգիտակցականի նկատմամբ։ Գորջան, քանի որ քիչ ժամանակ է մնացել, մի հարց էլ տամ էլի։ Այս շատ հոգեբաններ ասում են, որ խնդիրների մեծ մասը գալիս է մանկությունից, այսինքն ինչ որ մանկության եւ պատանեկության ընթացքում ստացած ինչ որ տրավմաներ, հետագայում դառնում են լուրջ հոգեբանական խնդիրներ։ Դա իսկապես այդպես է։ Տեսեք Լենա ջան, իհարկե այստեղ մենք գործ ունենք, երբ որ մենք այդ մեկնաբանությունն ենք տալիս հենց հոգեդինամիկ, հոգեթերապևտիկ ուղղության հետ։ Այստեղ եկեք առանձնացնենք, որ բազմաթիվ այսպես հարյուրավոր տեսություններ կան հոգեթերապևտիկ ընդունված տեսություններ կան, որոնք որ դասվում են այսպես պայմանականորեն 3 մեծ ուղղությունների մեջ՝ հոգեդինամիկ ուղղություն, կոգնիտիվ վարքային ուղղություն եւ ուրեմն էգզիստենցիալ հումանիտար ուղղություն։ Հոգեդինամիկ ուղղությունը այն ուրեմն տեսություններն է իր մեջ ներառում, արդեն հոգեդինամիկ չէ, կարծեք հուշում է անունը, որոնք որ այդ ձեր ասած հենց մոտեցումն են ընդունում։ Ասում են, որ նախկինում տեղի ունեցած տրավման մանկական տարիքում երիտասարդության դեռահասության իր դինամիկ ուժով ազդում է այսօրվա խնդրի ձևավորման վրա։ Այդ տեսեք, հոգեդինամիկ, իր դինամիկ ուժով։ Սակայն այնպես չի, որ բոլոր ուղղությունները այդքան մեծ դեր են տալիս նման մոտեցմանը։ Օրինակ, այդ երկրորդ ուղղությունը, որը ես նշեցի, կոգնիտիվ վարքային ուղղությունը, հատկապես երբ որ վարքայինի մասին ենք խոսում, այդ մոտեցումը կարծեք անտեսում է։ Դրա ֆակտորը ինքը դնում է մի կողմ իր թերապևտիկ աշխատանքում։ Տեսեք հոգեդինամիկ ուղղության մեջ դեպ էգզիստենցիալը եւս դա չի հերքում մանկական վաղ մանկական տարիների տրավմաների ազդեցությունը այսօրվա խնդիրների նևրոզների փսիխոզների ձևավորման վրա կամ հոգեբանական խնդիրների այստեղ խնդիրը ինչումն է դա բխում է իրենց տեսություն ինչի համար հա որ աշխատանքում պետք կար թերապիայի համար տեսնում ենք որ վարքային թերապիայում դա չի օգտագործվում եւ հետեւաբար հայ իրենք դա անտեսում են, բայց մի մեծ ուղղություն հոգեդինամիկ ուղղությունը, նաեւ էգզիստենցիալ ուղղությունը, մասնավորապես հոգեդինամիկ ուղղությունը, այո, հենց այդպես էլ շեշտ դնում է։ Մանկական տարիների, դեռահասության տարիների ուրեմն տրավմատիկ իրադարձությունների արտամղմամբ է պայմանավորվում այսօրվա խնդիրները, այսպես ասենք, հիմնական հաշեշտը։ Հասկանում եմ։ Գորջան, վերջում ձեզ հոգեբանությունից դուրս 10-ից 10 չէ, բայց մի քանի բլից հարց ունեմ տալու։ Դժվարանամ հոգեբանությունից դուրս, բայց փորձեմ։
Ուրեմն եթե ձեր կյանքի հիմա վրա ֆիլմ նկարահանվեր, ինչ ժանրի կլիներ։ Երբևիցե չեմ մտածել մարդու պատմություն։ Կենսագրական ինչ-որ բան։ Չգիտեմ, որովհետև Լենա ջան, կարծում եմ, որ դեռ իմ կյանքում այն միսիան, որ երևի թե տրված է, մեզ չի իրացվել, հետևաբար կդժվարանամ պատասխանել։ Եթե կյանքը նորից ապրելու հնարավորություն ունենայիք, ինչ կփոխեիք։ Կրկին էլի դժվար հարց է, որտեվ կարծեք թե հա ինքը sense բան տարածված բան է, որ պետք է մտածած լինի, բայց չէի մտածել, որովհետև ավելի շատ կենտրոնացած եմ միշտ ապագայի անելիքների վերաբերյալ, պետքա մտածել կդժվարանամ ասեմ։ Կարծեք թե ոչինչ չէի փոխի։ Չգիտեմ։ Արցախում երբ եք եղել վերջին անգամ։ 20 թվականի Так, եթե կարող եմ ճիշտ հիշել, նոյեմբերի վերջին, եկեք sense ավելի կոնկրետ չեմ կարող ասել, նոյեմբերի վերջին։ Ինչ ասել է ձեզ համար գեղեցկություն հայկական ձևով։ Հայկականը գեղեցիկ է։ Հայկական ձևով գեղեցկությունը դա հենց հայկականն է, կդժվարանամ մեկ ինչ որ բանով տալ, որովհետև հենց հայկականը ինքը իր արդեն բառի մեջ ինքը գեղեցիկ է։ Հայաստան 2030։ Ես միշտ լավատես եմ, լավ է լինելու, շատ ավելի լավ, քան այսօր։ Համոզված եմ ուղղակի լավ է լինելու։ Իսկ օտարերկրացիոն 3 նախադասությամբ ինչպես կպատասխանեք, պատմեք Հայաստանի մասին։ Հայ ժողովուրդը իսկապես քաղաքակիրթ ժողովուրդ է, խելացի ժողովուրդ է։ Հայ ժողովուրդը սիրուն ժողովուրդ է եւ սիրուն ոչ միայն արտաքին տեսքով, այլև ներքին։ Եվ ամենակարևորը թող ուշադիր նայեն հայ մարդուն, կարծում եմ այդտեղ շատ հետաքրքիր բաներ կբացահայտեն նաև իրենց համար կարևոր։ Ես անով չեմ ուզում, իմ մոտ այդ բանը չկա, այդ մեծամոլական բանը, հա, որ մենք ամենալավն ենք, մեզնից ենք ով չէ, բացարձակապես այդ մեծամոլական բանը չունեմ, բայց մենք յուրահատկություններ ունենք, որը որ կարծում եմ պետք է հենց նախ առաջինը մենք ինքներս վերհանենք, գիտակցենք, որտեղ այդտեղ շատ կարևոր բաներ կա մեզ համար, որոնք որ մենք էլ արտամղել ենք ինչ-ինչ պատճառներով եւ կարիք ունենք։ Արդեն ազգովի ենք արտամղել։ Այո, իհարկե, ազգովի ենք արտամղել եւ դա պետք է վերհանենք, կրկին գիտակցենք։ Այդտեղ մենք շատ սիրուն բաներ ունենք։ Գորջան, շատ շնորհակալ եմ, շատ հետաքրքիր էր կարծում եմ։ Եվ հուսով եմ հանդիպելու առիթներ դեռևս կունենանք, որտեղ թեման կարծում եմ շատ լայն է։ Շնորհակալություն Լենա ջան, ես էլ շատ ինձ էլ հետաքրքիր էր, քանի որ իսկապես հարցերը շատ պրոֆեսիոնալ էին տրվում։ Սիրով կգամ ժամանակ կհատկացնեմ։ Շնորհակալություն ձեզ։ Ես էլ եմ շնորհակալ։